Ողջույն, Բուն TV եթերում դիլեմա հաղորդաշարն է եւ ես Արեգ Քոչինյանն եմ։ Այսօր մենք խոսելու ենք իրանական ճգնաժամից եւ իմ հյուրերն են Գեորգի Միրզաբեկյան, արևելագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավերեցնելու համար եւ Արմեն Պետրոսյանը, տարածաշրջանային հարցերով փորձագետ, բարև ձեզ, շնորհակալություն հրավերեցնելու համար։ Հարգելի հեռուստադիտողներ, թեման մեզ անմիջականորեն վերաբերող է մեր հարավային սահմաններում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալը, ցավալիորեն այն կրակը, որ վառվեց եւ այն խարույկը, որ վառվեց տարածաշրջանում Իրանի վրա Միացյալ Նահանգների եւ Իսրայելի համատեղ հարձակման արդյունքում մինչեւ այս պահը չի մարել, անընդհատ խոսակցություն է գնում նոր պայմանագրերի, նոր հրադադարի ռեժիմների հաստատման մասին, բայց դրանք բոլորը ըստ էության խախտվում են։ Պարոն Միրզաբեկյան, մեզ ընդհանուր մի հատ կոնտեքստը կբացատրեք, մենք հիմա որտեղ ենք գտնվում, որտեղ այնքան հաճախ են լինում հայտարարությունները իրարամերժ։ Մեկ լինում է հայտարարություն, որ կարծես եկել են որոշակի փոխհմբռնման, դե դրա հաջորդ օրը նավերի վրա հարձակում եւ փոխադարձ բլոկադա Հորմուզի նեղուց, ինչ է հիմա կատարվում։ Շնորհակալություն, եթե հակիրճ ապա պատերազմի վերջը չի երևում, ընդհանրապես համաձայնության։ Մենք գիտենք, որ հունիսի կեսերին Իրանն ու Միացյալ Նահանգները հասան համաձայնության փոխհմբռնման հուշագիր ստորագրեցին։ Սա բավական կարևոր իրադարձություն է, որովհետև առաջին անգամ էր կարծեք թե որ այդ փաստաթղթի տակ դրվում է երկկողմ ստորագրություն Միացյալ Նահանգների եւ Իրանի առանց միջնորդների, բայց մենք տեսնում ենք, որ այդ համաձայնագիրը փոխհմբռնման հուշագիրը չաշխատեց եւ կողմերը սկսեցին էլի կրակել միմյանց վրա, ինչպես որ կար մինչև ապրիլի 8-ը առաջին խոշոր հրադադար եւ համաձայնեցին եւ դրանից հետո եւ հիմա երկու կողմերը էլի ակտիվացել են, մասնավորապես փոխերկուստեք հարվածներ են հասցնում, բայց հիմնական խնդիրը, որ պատկերացնենք, անկախ նրանից թե ինչի շուրջ են պայմանավորվել, թե չեն պայմանավորվել, գլխավոր խնդիրը Հորմուզի նեղուցն է։ Որովհետեւ եթե խոսքը վերաբերում է փոխհմբռնման հուշագրին, ապա փոխհմբռնման հուշագրով միակ առարկայական կետը, որի շուրջ համաձայնություն էր հաստատվում երկու կողմերի միջև, դա Հորմուզի նեղուցի վերաբացումն էր, պայմանականորեն նախապատերազմական պայմանականորեն ասեմ վիճակի հասցնելն։ Մյուս կարևոր կետերի վերաբերյալ միայն սկզբունքային հիշատակում կար խնդիրները թողնել հետագայի վերջնական համաձայնության շրջանակում։ Բայց մենք տեսնում ենք, որ երկու կողմերի դիրքորոշումները, մոտեցումները այնքան իրարամերժ են, որ անգամ այդ առարկայական կետի շուրջ կա մեծ լարվածության գծիկ, որովհետև կա այդ կետի շուրջ ընդհանրապես տարընթերցում։ Իրանը չի պատրաստվում Հորմուզի նեղուցը բաց պահել առանց իր վերահսկողության, իսկ Միացյալ Նահանգները Իսկ կներեք, ինչ է նշանակում իր վերահսկողություն։ Իր վերահսկողության տակ, որ բոլոր նավերը միջազգային պետք է անցնեն Իրանի կառավարության կամ ԻՀՊԿ-ի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իմացությամբ, իրենք պետք է թույլ տան այդ շարժը եւ ինչպես Թեհրանն է նշում, նրանք պետք է հավելյալ турքեր տան Ու այդ ռեժիմը չկար մինչև պատերազմը։ Ոչ, դա միջազգային ազատ անցում էր, որ եւ այդ չկար։ Երբ որ մենք ասում ենք, որ պատերազմի ժամանակ Հորմուզի նեղուցը դարձավ Իրանի գլխավոր խաղաքարտը եւ նա փորձում էին ակտիվի վերածել, ուժեղացնելով իր տարածաշրջանային դիրքերը, ի հակակշիռ ամերիկյան հարձակումներ, հենց դա նկատի ունենք։ Այսինքն ինքը ցանկանում է Հորմուզի նեղուցը այլևս բալ իր վերահսկողության տակ։ Իսկ Միացյալ Նահանգները պնդում են, որ այն պետք է լինի ազատ անցում, ինչպես նաեւ Եվրամիությունը առնվազն 60 օրվա ընթացքում, որովհետև տարընթերցումների հիմնական կետն այն է, որ 60 օրվա մեջ, քանի որ կողմերը պետք է այս փոխհմբռնման հուշագիրը գործեր 60 օրվա ընթացքում, ճիշտ է կարող է երկարաձգվել, եթե կողմերը համաձայնեն, մինչև վերջնական համաձայնությունը, բայց Իրանը նշում է, որ հետ այս նույնպես պետք է իր վերահսկողությամբ լինի, նրանք պետք է ասում են, որ սա համաձայնագրի խախտում է։ Եվ այսպես, ինչպես ուզում ենք, այսինքն Հորմուզի նեղուցը դարձել է այն կծիկը, որ դեռ կողմերը չեն քննարկում այլ հարցեր, այլ խնդրահարույց կողմեր, եւ սա փաստորեն խնդրահարույց է դարել եւ սա երկարացնում է եւ անորոշ է դարձնում պատերազմը։ Պարոն Պետրոսյան, մենք կարանք այս ամբողջից եզրակացություն հանենք, որ Իրանը առանց միջուկային զենքի ստացավ իր համար, այսպես գիտեք, տոտալ ջախջախման մի հատ գործիք, որը որ անմիջապես ինքը կարողանում է աշխարհում իրավիճակ փոխել եւ անմիջապես կարողանում է ուղղակի ազդել միջազգային տնտեսության վրա, ու դա անում է առանց միջուկային զենքի։ Սա առաջին հարց եւ երկրորդ հարց։ Այս նկարագրված իրավիճակը պարոն Միրզյանի կողմից, պարոն Միրզաբեկյանի կողմից կներեք, տարածաշրջանային պետությունները ո՞նց են ընկալում, արաբական երկրները այս իրավիճակը ո՞նց են ընկալում։ Շնորհակալ եմ, տեսեք, փաստացի ես կիսում եմ ձեր տեսակետը առայն, որ նաեւ պարոն Միրզաբեկյանի, որ փաստացի Հորմուզի նեղուցը դարձավ հստակ գործիք, զենք ազդելու այս հակամարտության, ընդ որում ոչ ռազմական առումով զենք,
մի գործիք, որով կարողանում է ազդել միջազգային քաղաքականության վրա եւ Միացյալ Նահանգների վրա բացի բուն Իրանից ավելի մեծ ճնշում գեներացնել։ Սա ամենակարևոր հանգամանքն է եւ այս իրավիճակը, որ մենք ներկայում ունենք, այս բանը ես գնահատում եմ որպես այսպես սա, եթե ձևակերպեմ, կառավարելի հակամարտություն, այսինքն կողմերը չեն հայտարարում, որ դուրս են գալիս հրադադարի ռեժիմից, բայց կողմերը փորձում են ռազմական ներուժի կիրառմամբ յուրաքանչյուր իր դիրքորոշումները դիրքորոշում պարտադրի հակառակորդներից, որն է այդ դիրքորոշումը։ Պարոն Միրզաբեկյանը երկու հիմնական իրադարձությունների մասին խոսեց։ Ապրիլի 8-ի իրադարձի նպատակը այդ լճացող պատերազմը դադարեցնելն էր։ Այսինքն ռազմական գործողություններ, որը կոնֆլիկտի առումով հանգուցալուծման չէին տանում։ Արդեն հունիսի 19-ի, եթե չես խան, հուշագիրը դրա նպատակը տարածաշրջանում իրավիճակը ոչ պատերազմյան ժամանակահատված տանելն էր, որը փաստացի չստացվեց։ Իսկ ոչ պատերազմյան ժամանակահատված տանելու առանցքային հարցը Հորմուզի նեղուցում բնականon նավարկության, այո, ապահովումն էր։ Հիմա սա է խնդիրը։ Իրանը արդեն ձեռք է բերել զենք եւ դրանից չի փորձում հրաժարվել։ Միացյալ Նահանգները շատ լավ հասկանում է, որ եթե Իրանին տալիս է այս գործիքը կամ թույլ է տալիս, որպեսզի Իրանի առաջարկած ռեժիմով գործի ուրեմն նեղուցը փաստացի դա լրջագույն խնդիր է առաջացնելու ամբողջ տարածաշրջանի համար։ Եթե ոչ աշխարհի, ամբողջ աշխարհի համար, այսինքն ցանկացած պահի Իրանը կարող է հանգիստ փակել տեղաշարժը եւ ասել ընդհանրենք դադարեցրեք տնտեսական պատժամիջոցները մեր տնտեսության նկատմամբ, հա։ Եվ հիմա Միացյալ Նահանգները փորձում է փաստացի ուժի կիրառմամբ անգամ ու եթե հղում ենք կանոն Դոնալդ Թրամփի հայտարարություններին ուղիղ ամերիկյան վերահսկողությամբ որոշակի ժամանակ ապահովել Հորմուզի նեղուցի գործունեությունը։ Ինչ վերաբերում տարածաշրջանի երկրներին, բնականաբար բոլոր արաբական երկրները, հատկապես որոնք ուղիղ կերպով առնչվում են, որոնք ոչ միայն արաբական, որոնք ուղիղ առնչվում են Հորմուզի նեղուցի հետ, դրանք դեռևս կարծում եմ անգամ դեմ էին հրադադարի ռեժիմին։ Այսինքն նրանք կարծում են, որ եթե սկսվել է պատերազմ, պետք է ձգվի եւ արագ այդ հանգուցալուծումը տեղ ունենա վերջնականապես, որտեղ այս խնդիրը դառնում է անլուծելի փաստացի։ Առանց ուժի կիրառման կողմերը չեն գնա փոխադարձ համաձայնության։ Այսինքն կողմերից մեկը այս խնդրի լուծման հարցում պետք է ապահովի ուժային բացահայտ գերակայություն, որպեսզի խնդիրը հանգուցալուծվի։ Անցած մի քանի շաբաթները ցույց տվեցին, որ բանակցային եղանակով կողմերը չեն կարողանում գալ հանգուցալուծման։ Այստեղ երկու կարևոր հանգամանք կա, ինչու է այսպես։ Կարծում եմ Իրանի վարչակարգի ներսում եղած խնդիրները եւս արտացոլվում են այս իրավիճակի վրա։ Կարծում մեծ բաց կա, անդունդ կա քաղաքական ղեկավարության եւ այսպես ռազմական թևի, տվյալ դեպքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի միջև եւ դիրքորոշումները տարբերվում են, եթե քաղաքական թևը հակված է բանակցությունների միջոցով գնալ կարգավորման, ռազմական թևը հակված է սուր դիրքորոշման պահպանմամբ, ուժի կիրառմամբ, Իրանի կանոնները թելադրել, այսինքն որևէ կերպ ռազմավարական առումով զիջում չանել հակառակորդներին, վստահաբար ամեն կերպ չվստահելով Միացյալ Նահանգներին, ոնց որ նախկինում է եղել, ընդ որում տարբեր կարծիքներ, հայտարարություններ հենց ԵՊԿ ներկայացուցիչներից բարձր են դարձնում, որ իրենք անգամ այս բանակցային գործընթացին չեն վստահում, առնվազն հղում են անում երկու նախորդ դեպքերին 2025-ի հունիսին եւ ընթացիկ տարվա փետրվարի վերջին տեղ ունեցած պատերազմներ եւ Միացյալ Նահանգների բանակցումներ, բայց զուգահեռաբար ուրեմն սկսեց պատերազմը տարածաշրջանում։ Իսկ տարածաշրջանային պետությունների ռեակցիան զուսպ է, այսինքն փորձում են տանել դեէսկալացիայի, բայց խորքային առումով շատ պարզ երևում է, որ հակված են նրան, որպեսզի Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությամբ հարցը վերջնականապես լուծվի։ Այսինքն Հորմուզի նեղուցի ուրեմն գործունեությունը վերադառնա այն ձևաչափին, որը կար
մինչև պատերազմը քաղաքական մակարդակում բնականաբար դիվանագիտական հայտարարությունները զսպում, բայց ակնհայտ է, որ դիրքորոշումը դա եւ այդ դիրքորոշումը եղել է կրկին ինչպես պատերազմի ընթացքում, այնպես էլ պատերազմին հաջորդած ժամանակահատվածում եւ ակնհայտ է, որ արաբական երկրները չեն ցանկանում, որ պատերազմը այսպիսի ուրեմն դիրքային առումով ավարտվի, որովհետեւ Իրանը բացահայտ դիրքային առավելություններ ձեռք բերում։ Այստեղ մի կարևոր նրբություն էլ նշեմ, տարբերություն կա այն գործողությունների, որ տեղ ունենում ներկայում եւ այն լայնամասշտաբ պատերազմի միջև մի շատ կարևոր սկզբունքային տարբերություն, այստեղ Իսրայելը ներգրաված չէ եւ հակամարտությունը Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև է եւ հիմնական թիրախը հենց ձեր նշած տարածաշրջանի երկրներն են, որտեղ այս կամ այն առումով ներկայացում կա Միացյալ Նահանգների, հատկապես ռազմական։ Շատ լավ, պարոն Միրզաբեկյան, հիմա այդ տարածաշրջանային պետությունները չեն ուզում, որ սենց ավարտվի եւ ուզում են, որ ամերիկացիները ավելի ոնց որ ակտիվ, բայց այդ չուզելը ինչ որ կերպ արտահայտվում է բացի օրինակ համար քաղաքական դիրքորոշում, որտեւ եթե ես ճիշտ եմ հասկանում, այդ Հորմուզի նեղուցի այս վիճակում գտնվելը առաջիններից մեկը հարվածում է հենց տարածաշրջանային պետություններին, էլի։ Հիմա Սաուդյան Արաբիան եւ նաեւ Իրանին։ Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրությունները միլիարդներ էին ծախսում մինչև բոլորին վերջերս իրանց անվտանգության, իրանց պաշտպանական կարողությունների եւ այլնի վրա, բայց որևէ ոնց որ այսպես ասած պոտենցիալ չենք տեսնում այն կողմից։ Տեսեք, ճիշտ եք նկատել, այն իմաստով, որ արդյունքներ չկան, արդյունքներ չլինելու մասին երևի այն է պատճառը, որ դրանից շատ բան կախված չէ, այսինքն եթե երկու կողմերը հակամարտող կողմերը Իրանն ու Միացյալ Նահանգներն են, նրանք չեն կարողանում գետնի վրա ազդել իրավիճակի վրա։ Մինչև շատ հետաքրքիր թեմա է, որովհետև ես կուզեի ավելացնել, որ արաբական երկրների շրջանում էլ տարբերություններ կան, մասնավորապես երկրներ, որոնք ունեն իրենց այլընտրանքը, իրենց գլխի ջարը արդեն տեսել են, խոսքը Սաուդյան Արաբիայի մասին է։ Իրանք ուրիշ ճանապարհներ ունեն։ Ամեի մասին է, այո, իրենք շրջանցում են Հորմուզի նեղուցը։ Օմանի մասին է, որ ինչ որտեղ բարեկամ պետությունը թե Միացյալ Նահանգների, թե ավանդաբար թե Իրանի համար։ Այսինքն այնտեղ արանքում Քաթարն ու Բահրեյնն են հիմնական դժողը, հա։ Քաթարը, Բահրեյնը, Քուվեյթը, Իրաքը ինչ չէ։ Բայց այստեղ հարցը հետաքրքիր ֆենոմենը Քաթարն է։ Քաթարը ամենաշատն է դժում, բայց նաև Քաթարը այս ընթացքում միջնորդ է հանդես գալիս Միացյալ Նահանգների եւ Իրանի հետ, պահպանում է գրած կորուստներով հանդերձ, ես կարծում եմ, որ այս պատերազմում արաբական երկրներից բացի ռեպուտացիոն ռեալ վնասներից մեկը կրել է Քաթարը, բայց քանի որ ինքը իր աշխարհագրական դերը անելանելի վիճակում է, լիկվիդ այդ հեղուկ գազի արտահանման հետ կապված նա միջնորդի դեր է ստանձնել եւ նաեւ հաշվի առնելով նախապատերազմական իրավիճակը։ Այսինքն այստեղ էլ դա երկրների շահերը իրենց շրջանում տարբերվում են, բայց փաստ է, որ բոլորն էլ ցանկանում են այս խնդրի հանգուցալուծումը, որովհետեւ սա այն դեպքը չէ, որ այս Հորմուզի նեղուցի փակումը ավելացնում է մյուսի տարանցիկությունը, հա, ինչպես այլ տարածաշրջաններում, սա բոլորին է հարվածում, այդ թվում Իրանին։ Հորմուզի նեղուցում մասով կուզեի ավելացնել, որ սա գիտեք, եթե Հորմուզի նեղուցի հարցը չլիներ, չեմ կարծում, որ փոխհմբռնման հուշագրից հետո լայնած այսպես էսկալացիա լինեին, որովհետև Հորմուզի նեղուցից է կախված որոշվում, թե ով է հաղթել։ Պարոն Պետրոսյանը շատ ճիշտ նշեց, որ այս ընդհանրապես գործողությունները ցույց են տալիս, որ այս պատերազմը չվճռեց հաղթողին։ Եվ հիմա այդ հաղթողը պետք է վճռվի, այսպես ասած, Հորմուզի նեղուցի հարցում, որովհետև եթե քանի որ կողմերից յուրաքանչյուրը ունի իր հաղթանակի պատմություն, այսինքն Միացյալ Նահանգները չի կարող ի թիվս այլ հաջողությունների իր տեսանկյունից մատուցի հաղթանակ, եթե Հորմուզի նեղուցը փակ է, սա ռեպուտացիոն վնաս է, ինչպես նշեցիք, համաշխարհային տնտեսության համար, արաբական իր դաշնակիցների համար եւ նույնն Իրանը, եթե կարմիր գիծ է հրճակել Հորմուզի նեղուցը եւ այն շատ համաձայն եմ ձեր կարծիքի հետ, որ ինքը իր կարեւորությամբ դեռ մի բան էլ գերազանցում է միջուկային ծրագրին, որտեղ ինքը ներկայ է, շոշափելի է եւ այլն, ինքը չի հրաժարվի դրանից։ Հետեւաբար սա շատ լուրջ խնդիր է։ Ես ճիշտ եմ հասնում, որ ֆիզիկապես ոնց ասած գետնի վրա հետեւյալն է տեղի ունենում։ Իրանցիները իրանց բլոկադան են կազմակերպում եւ թույլ չեն տալիս առանց իրանց վերահսկողության տեղի ունենա շարժը, ամերիկացիներն էլ իրանական կողմին են բլոկադայի ենթարկում եւ թույլ չեն տալի, որ իրանցիները առանց իրանց տեղի։ Միջև փոխհմբռնման հուշագիրը այդպես էր։ Էդ էր իրավիճակը։ Էդ էր իրավիճակը, այս հա Միացյալ Նահանգների հաշվարկներն էր, որ եթե ինքը դրսից բլոկադայի ենթարկի, քանի որ Հորմուզի նեղուցի շահառուն հենց նաև Իրանն է, նավթը, ապա կողմերը իրար բլոկադայի են ենթարկում։ Բայց դա չաշխատեց, թե հիմա ինչ գործիքակազմ կմշակվի, դեռևս հայտնի չէ։ Այստեղ մենք խոսեցինք արաբական երկրների մասին, պետք չէ ուշադրությունից վրիպել բացի Եվրամիությունը, որի մասին հիշատակեցի, դե բարձր Եվրամիությունը հենց պրոամերիկյան դիրքորոշում ունի այս հարցում, այդ Չինաստանը։ Չինաստանը Իրանի ռազմավարական գործընկերն է եւ Պեկինից հնչող հայտարարությունը այնքան էլ
պրո-իրանական չէ, այսինքն ինքը չեզոք ակտիվություն է դրսևորում եւ նրանք ավելի շատ կոչ են անում Հորմուզի նեղուցի անխափանության վրա են շեշտը դնում, որովհետեւ իրանական նավթի մեծ մասը բաժին էր հասնում Չինաստանի տնտեսության եւ այս դեռևս Չինաստանի համար դա ինչքան մեծ բաժինն է իրանց ածխաջրածնային։ Չինաստանի համար դա էական մաս է, բայց դեռ այն մասը չի, որ ինքը սկսեր այսքան 3 ամիս տևած պատերազմի հետևանքով լուրջ դուժեր։ Ճգնաժամ չի սկսվել։ Պակիստանում ես ինչքան հասկանում եմ սկսվել է ճգնաժամ։ Չինաստանում դեռ չկա, բայց սա հետագա ռիսկերը կառավարության համար խիստ անցանկալի է։ Եվ հետո Չինաստանը այն խաղացողն է, որը բավական բարեկամական, եթե ասենք, հարաբերություն ունի ոչ միայն Իրանի, այլև արաբական երկրների հետ։ Եվ վերջը Իրանի եւ Սաուդյան Արաբիայի թնջուկը լուծեց հենց Չինաստան, այլ ոչ թե Ֆարս Միացյալ Նահանգներ, չէ, բայց ոչ այլ երկիր, ասենք Ռուսաստանը եւ այլն։ Հետեւաբար Չինաստանը օրինակի համար Չինաստանը չի ասում, հա, իրանական դիրքորոշումը չի պաշտպանում։ Ինքն ասում է, ավելի շատ հարում է, հա, ամերիկյան դիրքորոշումը։ Պակիստանը կարծում եմ հաշվի առնելով ողջ նկատի ունենալով նրա ուժը, չեմ կարծում ինքը այն ազդեցությունը ունի, որ կարող է ինքը ավելի շատ իր ազդեցիկությունը արաբական երկրների պես է, որովհետև ինքը առաջին հերթին շահագրգռված է որպես միջնորդական իր առաքելությամբ։ Սա էլ ինքը փաստորեն ինչ որտեղ հեղինակազրկվեց կամ հեղինակությանը ծանր հարված ստացավ, դեպի իր միջնորդությամբ գործարքը փաստորեն տապալվեց։ Պարոն Միրզաբեկյան, երբ որ այս պատերազմը սկսվում էր, երկու պետություն էր հարձակվել Իրանի վրա։ Միայն Միացյալ Նահանգները չէին։ Բայց հիմա ես երևի արդեն 2 ամիսա ոչ ձեն հարցվում Իսրայելից, ոչ մի բան չկա, ոչ իրաք ոչ մասնակցել են, ոչ էլ ինչի է դա։ Դերերի բաշխում է։ Դերերի բաշխում է։ Պատերազմից հետո դերերի բաշխում կա, քանի որ փոխըմբռնման մանավանդ հուշագրով եւ հրադադարը երբ որ հաստատվեց եւ խոսում էր Լիբանանի մասին, հիմա ստացվում է, որ Իսրայելը ավելի շատ ըստ իս, չգիտեմ, պարոն Պետրոսյանը ինչպես է կարծում, ավելի շատ կենտրոնացել է Լիբանանի ուղղությամբ, բայց դա չի նշանակում, որ Իրանա-ամերիկյան բանակցություններում Իսրայելի շահերը չկան, չեն հաշվի առնվում կամ Միացյալ Նահանգները դա առաջ չտան, որովհետեւ անհնարին է այս սա նաեւ սրանով է բարդ այս գործընթացը Իրան-ամերիկյան, որ սա երկկողմ չի։ Այստեղ կա Իսրայելի պահանջները, շահերը եւ Իրան Միացյալ Նահանգներ Իսրայել ռազմավարական դաշնակցություն, այսինքն հնարավոր չի խոսել թեմաների մասին, որը չառնչվի Իսրայելին եւ Իսրայելը ուղղակի լուր հետևի թե ինչ են անում։ Այլ հարց, որ այս կամ այն իրավիճակում չի բխում Իսրայելի շահերից եւ նրանք ճնշում են Միացյալ Նահանգներին, թե ինչքանով է հաջողվում, բայց այն որ շահերը հաշվի են առնում, այո, իսկ Իսրայելի հիմնական ուղղությունը այո Լիբանանն է, որ այնպես չի, որ որոշ շրջաններ նրանք զբաղեցրել են, չեն փորձում հեռանալ, կապի մեջ են Միացյալ Նահանգների միջնորդությամբ Լիբանանի կառավարության հետ, սակայն Իսրայելի պահանջը մնում է Հեզբոլայի զինաթափումը, որը գործնականում դեռևս մոտ ապագայում անհնարին գործ է թվում։ Պարոն Պետրոսյան, քանի բացվեց Լիբանանի թեման, ի՞նչ է ուզում Իսրայելը Լիբանանում, ի՞նչ է ուզում Իրանը Լիբանանում։ Եվ մենք կարանք նույնիսկ բանանենք, արձանագրենք, որ այնպես չի, որ Լիբանանում կենտրոնական կառավարությունը երկրի ողջ տարածքում արդյունավետ կառավարում է կարողանում իրականացնել։ Որտեղ կան այլ ուժեր, որոնք որ ինչ-ինչացվածները իրանք են կառավարում ըստեյության իրականացնում։ Շատ լավ հարց եք տալիս, նայեք, մենք Լիբանանի տարածքում այս պահին տեսնում ենք Իրանի տասնամյակներ շարունակ վարած այդ պրոքսի պատերազմի վերջին դրսևորումը։ Այսինքն Իրանի ռազմավարությունը որն է եղել Իսրայելի դեմ։ Ընդորում երկուսին էլ, թե Իսրայելն է եւ թե Իրանին է, քանի որ իրենք ընդհանուր սահման չունեն, իրենց ռազմավարությունը եղել է հակառակորդին շրջապատել դաշնակիցներով։ Շիայական առանցք չէ, հայտնի կամ դիմադրության առանցք։ Իրանում շատ հայտնի արտահայտություն է, որը իրենից ենթադրում էր Իսրայելի հարևանությամբ անմիջական դաշնակից եւ վերահսկելի ուժերի ձևավորում։ Դրանց էր օրինակ ուրեմն Սիրիայում Բաշար Ասադի վարչակարգը, որը արդեն չկա։ 2023 թվականին Գազայի գործողության արդյունքում Համասը եւ Իսլամական ջիհադը, որոնք առանցքային դերակատարներ էին, անմիջական էլի իսրայելական հարևանությամբ դրանց ազդեցությունը նվազագույն է հասել։ Հիմա այդ վերջին կազմակերպությունը ազդեցիկ որ կա, դա Հիզբալլահն է, եւ այդ վերջին ճակատամարտը այս պահին տեղ ունենում Լիբանանում, եւ որքան էլ փորձ է արվում Միացյալ Նահանգների կողմից կառավարել իրավիճակը, միևնույն է, քանի դեռ Իրան Միացյալ Նահանգներ չկա հակամարտության կարգավորում կամ գոնե երաշխավորված ընթացք, հա, բանակցային քաղաքական process,
այս կոնֆլիկտը ինքը չի կարգավորում։ Իսկ զուգահեռաբար դրանց օգտվում է Իսրայելը։ Տարածաշրջանում խառը իրավիճակը, ընդ որում երկու կարևոր հարց է լուծում Իսրայելը։ Մի կողմից Հիզբալլահի հարցն է լուծում, մյուս կողմից որը չափազանց կարևոր է, տարածքային հարց է լուծում։ Դե Իսրայելը հայտարարում որ այն տարածքները, որտեղ ինքը ներկայում արդեն ներկայություն ունի, այլևս չի զիջել։ Դա եւ Լիբանանի տարածքում է, եւ Գազայի հատվածում է, եւ նաեւ Սիրիայի տարածքում է։ Այսինքն Իսրայելը այդ երկու ռազմավարական հարցերն է լուծում։ Հիմա այստեղ մի կարևոր ակնարկել անեմ, պարոն Միրզաբեկյանը շատ լավ միտք ուշեց, գնամ այդ թեմային հետելի հետ կամ, տեսեք, միջազգային անդրադարձների հետ կապված։ Այնուամենայնիվ մենք այս պայն ունենք տարածաշրջանային պատերազմ, թեկուզելի կառավարելի կոնֆլիկտ, որի երկու կողմերն էլ միջազգային տարբեր խաղացողների համար կարևոր գործընկերներ են։ Այնպես չի, որ ասենք Արաբական Միացյալ Էմիրությունները, Բահրեյնը, Քուվեյթը եւ այլն, ասենք կարևոր գործընկերներ չեն Չինաստանի համար, Ռուսաստանի համար, Թուրքիայի համար։ Եվ այստեղ սա է պատճառը, որ ուղերձների կամ դիրքորոշման հարցում մենք ունենք որոշակի չեզոքություն եւ բավականաչափ, այսինքն Միացյալ Նահանգները եւ նրա ակնհայտ դաշնակիցներից բացի, մնացած բոլոր դերակատարները ավելի նեյտրալ են խոսում։ Հիմա արդեն գալով դուք նշեցիք Լիբանանում վիճակը անլուծելի իրավիճակ է եւ դա պայմանավորված է այդ պետության քաղաքական կառուցվածքով եւ քաղաքական կառավարման համակարգով։ Դա ցավոք սրտի անլուծելի իրավիճակ է եւ Լիբանանը տասնամյակներ շարունակ դարձել է նաեւ տարածաշրջանում պրոքսի մրցակցության հարթակ։ Եթե օրինակ մինչև Սիրիան, մինչև այդ արաբական գարնան գործընթացները, հիմա տարածաշրջանի այլ թեկուզ ծովային տարածքներ եւ այլն, Լիբանան տարածքն է եղել հիմնական այդ մրցակցություն։ Լիբանանում մրցել են Ֆրանսիան որպես արևմուտքի ներկայացուցիչ, Սաուդյան Արաբիան որպես արաբական երկրներ կամ սուննիական աշխարհի ներկայացուցիչ, Իրանը որպես շիական, այսինքն այն համայնքները, որտեղ այս պրոքսիներ ունեն, բոլորը աշխատում են իրանց ուժերի հետ։ Ընդ որում եւ քաղաքական, իսկ Իրանի դեպքում Հիզբալլահի հանգամանքը հաշվի առնելով նաեւ ռազմական, որտեղ Հիզբալլահը ունի եւ ռազմական եւ ընդ որում միակն է, իսկ մնացած հիմնական ուժերը հատկապես խաղացել են քաղաքական ուժերի վրա, ուրեմն տարբեր խաղադրույքներ կատարելով։ Պարոն Միրզաբեկյան, մենք այս ամբողջ խոսակցությունից ենք, բայց դեռ չենք խոսել միջուկային զենքից եւ ուրեմն ուրանի հարստացված պաշարներից։ Եթե ես ճիշտ եմ հասկանում, Միացյալ Նահանգների դիրքորոշումը կայանում է, որ այդ հարստացված պաշարը պետք է Իրանից դուրս բերվի։ Հիմա դա կգնա Միացյալ Նահանգներ թե որևէ այլ պետություն, ոնց որ դա բանակցելի բան է, բայց դա պետք է դուրս բերվի։ Իրանի դիրքորոշումը կայանում է, որ դա չի կարա դուրս բերվի։ Հիմա դրա լուծումը ո՞րն է։ Մի փոքր նախաբանից գալով ձեր հարցին, մենք որ նշեցինք, այո, շարունակելով այդ միտքը, իրականում մի շարք հարցեր կան, որ դեռևս դրա մասին քննարկումներ չկան, հաշվի առնելով Հորմուզի նեղուցի ճգնաժամը։ Դրանցից մեկը պրոքսի ուժերն են։ Եվ դրա համար նշեցի, որ չի կարող լինել Իրան-ամերիկյան համաձայնություն առանց այս խնդիրների։ Հիմա օրինակ համար Աքիլեսյան գարշապարներից մեկը փոխմբռնման հուշագրի Լիբանանի իրավիճակն է, այսինքն այնտեղ հրադադար պետք է հաստատվի բոլոր ուղղություններով, այդ թվում Լիբանանում, բայց եթե Իսրայելը չի համաձայնում դրան, հետեւաբար ինչ Իրանը պետք է թողնի իր պրոքսի ուժ Հեզբոլլահին, հետեւաբար սա անընդհատ նոր կոնֆլիկտի կծիկ է եւ դա կարող է վտանգել Իրան-ամերիկյան հնարավոր համաձայնությունը։ Չի խոսվում նաեւ հերթերային ծրագրի մասին, ինչպես գիտենք, մինչև պատերազմը սա Միացյալ Նահանգների եւ հատկապես Իսրայելի պահանջներից մեկն է, որ այդքան 300 կիլոմետր պլյուս հեռավորության հերթերների ծրագիրը սահմանափակվի։ Դե գլխավորապես սա Իսրայելի պահանջներ իր անվտանգային նկատառումներից ելնելով այդ հերթերները չեն կարող հասնել Միացյալ Նահանգները, բայց հիմա դեռևս չի խոսում այդ մասին, որովհետեւ դեռ ժամանակը չէ, կան այլ հրատապ խնդիրներ, ինչպես Հորմուզի նեղուցը։ Եվ գալով ձեր հարցին չի խոսում նաեւ միջուկային ծրագրի մասին։ Ավելի ճիշտ սրա շահառուն եւ խոսողը առաջտանողը Միացյալ Նահանգներն է, որովհետեւ այս բայց միջազգայինորեն դեռևս չի խոսում, որտեղ հրատապ խնդիրներ կան, բայց Միացյալ Նահանգների համար ամենասկզբունքային հարցը, որ նաև կարող է հաջողություն համարել, սա միջուկային զենքն է, այսինքն միջուկային զենք չունենալու Իրանի հեռանկարն է։ Այստեղ մի քանի հանգամանք կա, որը որ սկզբունքորեն Իրանը համաձայն է, բայց այստեղ գիտեք հռետորաբանությունը մի փոքր անորոշ է, ինչ են սրանով ուզում Միացյալ Նահանգները համաձայնեն, որ Իրանը ընդհանրապես ուրան չհարստացնի, թե ընդհանրապես շատ սիմվոլիկ չափով ուրան հարստացնի, որովհետև ասել որ Իրանը պետք
չպետք է ունենա միջուկային զենք, Իրանը էլ է դրա հետ համաձայն, բայց դրա տակ ինչ է հասկացում 0 ուրան, թե շատ քիչ տոկոսներով ուրանի հարստացում, որը անգամ սահմանված էր 2015 թվականի միջուկային ծրագրով։ Բայց միջուկային զենք չունենալը սա Միացյալ Նահանգների հիմնական պահանջն է։ Այսինքն այստեղ կան այնքան ավելի լուրջ եւ խորքային խնդիրներ, որ կարծում եմ արդեն իսկ հարստացված ուրանի դուրս բերել չբերելը այս համատեքստում այդքան էլ էական խնդիր չէ։ Սա կարծում եմ, որ հեշտ լուծող հարց է, հաշվի առնելով նաեւ հնարավոր է օրինակավոր մագատեն հասանելիություն ստանալ եւ իր վերահսկողության ներքո լինի դուրս չբերվելով Իրանից։ Կարծում եմ, որ հարստացված ուրանի հարցը այն ամենակարևոր հարցը չէ Իրանի միջուկային ծրագրի։ Դե ուրանի հարստացում, միջուկային զենք չունենալու ապագան շատ բազմաշերտ է եւ ավելի խորքային խնդիրներ ունի։ Այստեղ նաև շատ հետաքրքիր մի հատ իրավիճակ կա։ Միացյալ Նահանգների նախագահան հայտարարում է, մենք այս մարդկանց հետ բան ենք պայմանավորվում, իրանք դուրս են գալի, ասում են, մենք այս բան չենք պայմանավորվել կամ մենք այդպեսի բան չենք խոսացել։ Իրանական կողմն էլ հայտարարում է, թե ամերիկացիները սուտ են ասում, իրանք նման բան չեն պայմանավորվել։ Ինչ որ առումս է եւ իթա նախադեպ բան է, որ երկու կողմ բանակցում են, հետո երկուսն իրար մեղադրում են բացարձակ սուտ խոսալու մեջ եւ որ դա բանակցությունների կոնտենտի հետ որևէ կապ չունի։ Ինչով է սա պայմանավորված։ Առաջինը անվստահությամբ եւ դիրքորոշումների իրարամերժությամբ։ Իրարամերժությունը հասկանում, բայց եթե կողմերից մեկը այդտեղ իրենք դա պայմանավորվել են։ Մյուսը ասում է իրենք դա չեն պայմանավորվել, բայց մենք ո՞նց հասկանանք։ Ես այդպես եմ դիտարկում, որովհետեւ երբ որ ինչ որ հարցի շուրջ պայմանավորվում են եւ այլ ուղղությամբ կրակը նորից բոցավառվում է, սկսում են փորձում են քաղաքական դաշտում կամ բանակցային դաշտում սեփական դիրքերը ուժեղացնելու առումով մեղադրել դիմացին կողմին։ Այսինքն ինքը պայմանավորվածության բալանսը խախտվում է, որովհետեւ այնպես չի լինում պայմանավորվածությունը, որ բոլոր տեղերում այդ ամբողջը պահպանվի։ Կարծում եմ, որ սա ավելի շատ քաղաքական գործիք է կազմել հռետորաբանությունը սեղանի շուրջ սեփական դիրքորոշումները առաջ տանելու։ Պարոն Միրզաբեկյան, ով է հիմա Իրանում որոշումներ կայացնողը։ Դա ամենաբարդ հարցերից է, ես կդժվարանամ ասեմ։ Իսկ կարո՞ղ գոնե ցանկ ասեք, թե ովքեր կարող են լինել այդ ցանկը։ Ոչ թե խոսքը ցանկի մասին, ուժերի մասին է։ Տեսեք, Միացյալ Նահանգների նախագահը նշում է իսկ սկզբանե իրենց նպատակը վարչակազմի փլուզում էր, վարչակազմը իսլամական վարչակազմի չփլուզվեց, համենայնպես դրա մասին Իրանում, բայց Միացյալ Նահանգների նախագահ Թրամփն ասում է, որ մենք հասել ենք ռեժիմի վարչակազմի փոփոխության։ Առաջին հերթին հոգեվորականները այլևս այն ազդեցիկությունը չունեն, ինչ մինչև նախ պատերազմից առաջ էր։ Երկրորդ էլ ավանգարդում երևում է իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Այսինքն զինվորականները։ ԻՀՊԿ-ն, որտեղ կա նաև Իրանի բանակը։ Սա ԻՀՊԿ-ն է, որը հենց ղեկավարվում է հեղափոխության առաջնորդի կողմից։ Բայց գիտեք, այստեղ էլ ինքը տրամաբանական է, որովհետև այս պատերազմի ավանգարդում առաջամարտիկը իրանական կողմից հենց ԻՀՊԿ-ն է։ Հետևաբար, եթե զինվորականները պետք է գային առաջի պլան, ապա ԻՀՊԿ-ի զինվորականները։ Իսկ այստեղ օրինակ նույն Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, որ խորհրդարանի ղեկավարն է, ինքը ԻՀՊԿ-ի բարձրաստիճան զինվորական է եղել։ Օդատիեզերական, այսինքն այստեղ էլ Ղալիբաֆին դիտարկելով մենք պետք է ասենք, որ գործ ունեն կորպուսի հետ, այլ ոչ թե քաղաքացիական պաշտոնյայի հետ։ Բայց ես կարծում եմ, որ ԻՀՊԿ-ի ներսում էլ հնարավոր է, որ որոշակի տարակարծություններ լինեն, ոչ միանշանակ վերաբերմունք տարվող Միացյալ Նահանգների հետ բանակցություններում, հետևաբար դժվարանում եմ ասում, այսինքն արտակուստ ենթադրելի է, որ ԻՀՊԿ-ն ունի ավելի մեծ ուժ, քան երկրի նախագահը կամ այլ ապարատը, բայց թե ում ձեռքում է, հնարավոր է, որ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի մարմին է այն ղեկավարում, որի կազմում է Իրանի նախագահն է ղեկավարում, բայց չեմ կարծում, որ չգիտեմ, ելնելով հայտարարություններից եւ այն դերակատարությունից չեմ կարծում, որ հիմա Իրանի նախագահ կամ կառավարության անդամները ունեն այդ հիմնական որոշումները կայացնելու լծակը, հա։ Դե ոչինչ ասացիք հոգեվոր առաջնորդի մասին։ Տեսեք, հոգեվոր առաջնորդը այստեղ ինքը ասոցացվում է նաեւ ԻՀՊԿ-ի ուժի հետ, որովհետեւ նախ հոգեվոր առաջնորդը գիտեք ինչպես եւ կա եւ չկա։ Հարցը ոչ թե լինելն է, այլ նախ եւ առաջ հոգեվոր առաջնորդի ազդեցիկությունը գալիս է տարիներ հետո եւ տարիների աշխատանք է պետք, որովհետեւ նա այդ հեղինակությունը վաստակի այդ էլիտայի վրա։ Այդպես էր իր հոր պարագայում, որը 3-4 տարի պահանջվեց, որ իր ազդեցիկությունը հաստատի։ Եվ իր հայրը այնպիսի կերպար էր, որ կարողանում էր բալանսավորել Իրանի էլիտայի տարբեր ուժերին։
նա այդ կերպարն է։ Հիմա դրա մահից հետո, այսինքն նոր հոգևոր առաջնորդը գործունեության դեպքում էլ ինքը այնպես չի, որ անվիճելի հեղինակություն պետք է լինի էլիտայի, մանավանդ որ նա խոսակցություններ կային, որ ԻՀՊԿ-ի անբաժանելի մաս է կազմել։ Հետևաբար այստեղ այս գոնեից փուլում դժվարանում եմ տարանջատել հոգևոր առաջնորդին եւ ԻՀՊԿ-ին։ Հետևաբար էլիտան կարելի է պայմանականորեն ասել, որ ԻՀՊԿ-ն է, բայց կարծում եմ, որ իրենց շրջանում էլ պետք է լինեն տարբեր տարակարծություններ, որտեղ հետաքրքիր բան ասեմ, Ղալիբաֆը, որը ԻՀՊԿ-ի անդամ էր եւ հարում է, նա 2015-ին ինքը դեմ էր բանակցային գործընթացին, Իրանի միջուկային ծրագրի։ Իսկ հիմա ինքն է ստորագրում սա։ Հետևաբար սա հակազդեցություն է տարածում։ Օրինակ համար հերոստատեսյան ժամանակ նրա խոսքի կտրելը հաղորդման ընդհատումը, սա չգիտեմ ինչպես սա հնարավոր է, որ այո տարակարծությունների եւ ոչ միանշանակ վերաբերմունքի, բայց այն որ Իրանում պեսիմիզմը, այսինքն հոռետեսությունը ավելանում է կամ կա տարվող բանակցությունների հանդեպ առ ոչ վստահություն Միացյալ Նահանգների համար, կարծում եմ անհերքելի է։ Շատ լավ։ Պարոն Պետրոսյան, հիմա փորձենք այս ամեն ինչը նաև տեղափոխենք մեր դաշտ, հա, մեզ հետաքրքրող, չնայած ես այլ իհարկե մեզ հետաքրքրում, բայց մեր տարածաշրջան վերադառնանք, այս ամբողջ գործընթացները ինչ ազդեցություն ունենում մի կողմից Հայաստանի արևմտյան այս ցանկությունների, երազանքների մեր արտաքին քաղաքական վեկտորը բազմազանեցնելու, առաջին հերթին արևմուտքի միջոցով բազմազանեցնելու մեր ցանկությունների վրա եւ երկրորդը շատ կոնկրետ TRIP պրոյեկտի վրա, որովհետեւ բոլորին հայտնի է, որ TRIP պրոյեկտը իր ամբողջ երկայնքով անցնում է իրանական սահմանին անմիջական հարևանությամբ։ Դե տեսեք, ուղիղ իմաստով բնականաբար որևէ դրական ազդեցություն չեն կարող ունենալ, բայց էլի պրակտիկ իմաստով էլ այս բանի նախագիծն այնպեսի մակարդակն է, եթե սկսենք TRIP-ից, որ այսպես առարկական խոչընդոտներ առաջացնել չեն կարողանա, բայց այն մթնոլորտը, որ կա տարածաշրջանում, այսինքն այդ թշնամանքի եւ հակամարտության մթնոլորտը, դա միանշանակ գոնե առնվազն քաղաքական եւ քարոզչական մակարդակում առաջացնելու է խնդիրներ, դա միանշանակ է։ Բնականաբար դրական կերպով չի ազդելու նաև Հայաստանի այդ ուրեմն դեպի արևմուտք կամ ընդհանրապես Հայաստանի դիվերսիֆիկացիայի քաղաքականության վրա եւս, որովհետեւ փաստացի, տեսեք, մենք գիտենք, որ գոնե այդ քաղաքականության դեմ մի բացահայտ խաղացող դերակատար կար եւ դա Ռուսաստանն էր։ Եվ ինչ որ փուլում ես անգամ գոնե TRIP-ի հետ կապված տեսնում եմ դերաբաշխում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ։ Երբ որ Ռուսաստանն ավելի ազդեցիկ էր կամ Ռուսաստանը ավելի, այսպես Ռուսաստանի ձեռքերն ավելի ազատ էին, դա մոտավորապես մարտ, հա, փետրվար-մարտ ամիսներն են, երբ տարածաշրջանում պատերազմ չէր, այդ ժամանակ Ռուսաստանն էր ավելի ակտիվ խոսում։ Հիմա Ռուսաստանը սկսել է արդեն, քանի որ ինքը ավելի կենտրոնացել է ուկրաինական պատերազմը, փոխանցել իրանական դաշտ, որ քանի դեռ Իրան-Ամերիկայի Միացյալ Նահանգների հակամարտությունը կա, Իրանի անվտանգային շահերը, Իրանի հետաքրքրությունները պետք է հաշվի առնել։ Այսինքն այս առումով մենք տեսնում ենք չնայած որ ոչ ուղիղ բացահայտ միասին խաղ ընդդեմ TRIP-ի Իրանի եւ Ռուսաստանի կողմից, բայց այնուամենայնիվ այդ քաղաքականությունը այս նախագծին խոչընդոտելու կրկին ջրի երես է լինում եւ դրա համար փաստացի այս տարածաշրջանային իրավիճակը այսպես հող է նախապատրաստում։ Պարոն Պետրոսյան, Հայաստանում ընդդիմության մի մասը եւ նաեւ Ռուսաստանից ենք մենք բավարար լսում նման հայտարարություններ, որ այ Իրանը ձեզ թույլ չի տալու TRIP կառուցել, Իրանը ձեզ թույլ չի տալու արևմուտքի հետ ձեր հարաբերությունները խորացնել։ Ոնց կմեկնաբանեք դա։ Կարծում որ նախ առաջին Իրանը նման հնարավորություններ չունի, երկրորդ նաեւ Իրանը նման ծրագրեր չունի։ Իրանի ծրագրերը ես կարծում մինչև հակամարտությունը ուղիղ պատերազմը Միացյալ Նահանգների հետ, այսինքն ընկալելով, ընդունելով, հաշվի նստելով ստեղծված իրավիճակի հետ, փորձել մաքսիմալ, այսպես եթե չասենք օգուտ քաղել, գոնե կառավարելի պահելներ իրավիճակը, որովհետև երբ որ ասում ենք Իրանը թույլ չի տա, ինչ ենք դրա տակ տեսնում։ Իրանը ռազմական ագրեսիա է իրականացնելու Հայաստանը, նույնը ոնց որ Ռուսաստանն էլ չէ, ասում են նաև Ռուսաստանն էլ թույլ, ինչ է ռազմական ագրեսիա են իրականացնելու։
Այս պահին եւ կանխատեսելի ապագայում ես նման գոնե քայլերի մասին թե Իրանից թե Ռուսաստանից չեմ կանխատեսում։ Այլ հարց է, որ կա այստեղ տնտեսական եւ լոգիստիկ հարցեր, որոնք չափազանց կարեւոր են, բայց միևնույն ժամանակ մենք պետք է հասկանանք, թե Ռուսաստանը եւ թե Իրանը տասնամյակներ շարունակ իրենց քաղաքականությունը Հայաստանի հետ ուրեմն կառուցել են հայ ժողովրդի նկատմամբ բարեկամության, չէ, դարերի բարեկամության, խորը մշակութային կապի, պատմական կապերի վրա։ Հիմա երբ որ վերցնում է եւ Իրանը, ընդ որում այս օրինակ ես հաճախ եմ բերում, հա, վերցնում է եւ Իրանը, ասենք, խնդիրները ստեղծում, օրինակ Հայաստանի սահմանի հետ կապված, այդ խնդրից ով է տուժում։ Պետությունն է տուժում, ժողովուրդն է տուժում։ Այսինքն իրենք չեն կարողանալու իրենց ուրեմն քաղաքականությունը հիմնավորել այն ռազմավարության շրջանակներում, որը տասնամյակներ շարունակ վարել են։ Այնպես որ թե Իրանի եւ թե Ռուսաստանի խոչընդոտները, նպատակները եւ քաղաքականությունը Հայաստանին ինչ որ կերպ սահմանափակելու դրանք առարկայական չեն, բայց իհարկե բարդացնում են Հայաստանի քաղաքականությունը իր նպատակները եւ ուրեմն ծրագրերն ավելի ակտիվ կերպով իրականացնելու։ Դերևս միակ այսպես ուղղությունը, որը ավելի ակտիվ եւ ավելի առարկայորեն կարող է շահել այս իրավիճակից, դա թե Հայաստան-Ադրբեջան եւ թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներն են, որոնք փաստացի այս ազդեցություններից դուրս են եւ դրանք հնարավորինս անխոչնդոտ կարող են ընթանալ, ընդ որում այս իրավիճակը կարող է նաև նպաստել, որպեսզի այդ process-ներն ավելի արագ ընթանան։ Պարոն Միրզաբեկյան, եթե կուզենաք ավելացնել որ բան համեցեք, բայց ես նաև ուզում եմ մի հարց էլ ավելացնել այս թեմային, դա Իրано-ադրբեջանական հարաբերություններն են։ Մենք տեսել ենք, որ էսկալացիայի ընթացքում իրանական կողմից եղավ հարված Ադրբեջանի տարածքին, դրանից հետո եղան շատ կոշտ հայտարարություններ, հետո կարծես գնաց ինչ-որ կարգավորման գործընթաց, վերջերս իրանցի պաշտոնյան խոսում էր Ադրբեջանում, որ իրանք շատ լավ հիշում են իրան ով ոնց է պահել, ում նկատի ուներ, իսկ այս համատեքստը մեզ մի քիչ կբացատրեք Իրано-ադրբեջանական։ Շատ լավ, սկզբում եթե թրիփից խոսենք, ապա գիտեք, կարծում եմ, որ Իրանը մշտապես հայտարարում է, որ նա ունի մտահոգություններ եւ հաշվի առնելով Միացյալ Նահանգների գործունը, այս մտահոգությունները ինձ թվում է միշտ պահպանվելու են եւ տեղ է լինելու, այսինքն փոխգործակցության, համագործակցության, մտքերի փոխանակության մտահոգությունների փարատման առումով այստեղ կուզեի մի ուշադրություն դարձնել, որ վերջին ժամանակներում կարծեք թե ակտիվացել էր այսպես կոչված 3+3 տարածաշրջանային հարթակի մասին խոսակցությունները, Մոսկվան էր դրա մասին խոսում, հետո երբ որ Թուրքիայի արտգործնախարարը Մոսկվայում էր, նա նույնպես աջակցեց սրան եւ տպավորություն է, որ իրենք փորձում էին զարգ տալ էլի վերակենդանացնել կամ տուրք տալ այս հարթակին, հաշվի առնելով արևմտյան ազդեցության հնարավոր չեզոքացումը, այստեղ նկատի ունենք Միացյալ Նահանգներին, բայց օրերս Ադրբեջանից հետաքրքիր հայտարարություն հնչեց, Ալիևը նշեց, որ 3+3-ը իրենց դիրքորոշումը փոխվել է եւ այլևս պետք է բոլոր երկրները համահավասարազոր լինեն եւ այն ոչ թե պետք է նմանվի ԵԱՀԿ Մինսկի խմբին, որպեսզի նրանք դիրիժորություն անեն մեծ երկրների մասին խոսքը, այլ հավասար պայմաններում եւ չքննարկվի միայն հայ-ադրբեջանական կոմունիկացիոն խնդիրները։ Սա հետաքրքիր է, կարծում եմ, որ հաշվի առնելով, որ 3+3-ը բացի Վրաստանից միայն Երևանում եւ Բաքվում չի անցկացվել, ապա սա նույնպես խոչընդոտում է, եթե ասենք, այդ հարթակի ձևավորումը, որը թվում էր, թե Թուրքիան եւ Ռուսաստանը այս անգամ պետք է որ հետաքրքրված լինեին առաջ տանելու, դե Իրանը գիտենք, որ այդ հարթակի առաջամարտիկներից է տարածաշրջանային գործընթացներում դուրս չմնալու առումով, բայց Թուրքիայի ակտիվությունը հետաքրքիր էր։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններին, ապա սրանք շատ բարդ խրթին հարաբերություններ են, հենց անկախությունից ի վեր շատ վայրիվերումներով են անցել, այո, ոչ պաշտոնական մակարդակով ժամանակ առ ժամանակ, ոչ պաշտոնական մակարդակով անդադ լարվածություն է առաջանում, սովորական բնույթ է արդեն, Ղարաբաղյան պատերազմից հետո էլ տեսել ենք, թե ինչ սուր լարվածություն է առաջացել, եւ այս պատերազմի ժամանակ էլ փաստորեն իրանական հրթիռի հարվածը Նախիջևանի ուղղությամբ, սա ինչ որտեղ նաեւ փոխեց կարծում եմ, որ Բաքվի նաև հռետորաբանությունը եւ դիրքորոշումը առհասարակ այս պատերազմում, բայց կարծում եմ, որ Իրանի համար առհասարակ կարևոր է հյուսիսային հարևանները այս փուլում, տեսեք, եթե Իրանը հիմա պայքարում է գերտերության դեմ աշխարհի թիվ 1 Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ եւ նաեւ խնդիրներ ունի
իր արաբական հարևանների հետ անցանկալի խնդիրներ, բնականաբար նրա համար շատ կարևոր է հյուսիսային սահմաններում ապահովությունը։ Այստեղ կարելի է նաև գումարել Թուրքիան, որը չեզոք դիրքորոշում է որտեղում։ Այսինքն Իրանի ընդհանրապես շահերից չի բխում հյուսիսային հարևանների հետ ինչ որ ընդհարման գնել։ Դե բնականաբար Հայաստանը այստեղ հաշվել չի արտվում, հաշվի առնելով բարեկամական հարաբերությունները, բայց այն երկրները, որոնց հետ ժամանակ առ ժամանակ խնդիրները բարդանում են, կարծում որ Իրանի տեսանկյունից նրանք շահագրգռված չեն։ Նույնն էլ Ադրբեջանի տեսանկյունից, որը այստեղ գիտեք, հիմա եթե այդ պատերազմական իրավիճակում բոլոր երկրները, այդ թվում Ադրբեջանը իրեն դիրքավորում է որպես տարանցիկ երկիր, մեծ նպատակներ է հետապնդում, ապա բոլոր երկրները կարծում են որ շահագրգռված են կայունությամբ, այդ թվում նաև Իրանը նշած պատճառներով ելնելով, եւ չեմ կարծում, որ այս երկրները բացահայտ կգնան հարաբերությունների սրման։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք, այո, ոչ պաշտոնական մակարդակում հնարավոր են որոշակի ուղերձներ, թե Ադրբեջանից, թե Իրանից, բայց կարծում եմ, որ պաշտոնական մակարդակով եւ ռեալ քաղաքականության մեջ կողմերը որևէ առճակատման չեն գնա։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ պարոն Այք հրավերացնելու եւ այս քննարկմանը մասնակցելու համար։ Հարգելի հեռուստատողներ, իրավիճակը իսկապես շատ բազմաշերտ է, շատ բարդ է, եւ երկրներից դուրս եւ երկրների ներսում մասնակից գործող անձանց ու շահերի կենտրոնները մեկը չեն, երկուսը չեն, դրանք շատ են։ Եվ կիսելով գործընկերների ուրեմն կարծիքը, ես կարծում եմ, այս կոնֆլիկտը դեռևս մեզ ուղեկցելու է առնվազն որոշակի ժամանակ, մենք մշտապես մեր ուշադրության կենտրոնում կպահենք հաշվառելով դրա էական ազդեցությունը մեր տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Լավ եղեք, կհանդիպենք յուրաքանչյուր կիրակի 19:00-ը։